Երևի նկատել եք, որ երբ Փաշինյանին որևէ պրոբլեմատիկ հարց են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, նա անմիջապես վկայակոչում է Վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Օրինակ, ասում ենք Ալիևը դեմոգրաֆիկ էքսպանսիայի ծրագիր է փորձում իրականացնել։ Նա ասում է Վաշինգտոնում նման բան չենք պայմանավորվել, նման բան չկա։ Մինչդեռ Վաշինգտոնյան համաձայնությունները բացարձակապես այլ բանի մասին են, ինչի շուրջ այսօր առիթ կունենանք խոսել։ Կամ ասում են, արդյոք օկուպացվելու են Հայաստանի այն տարածքները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, դարձյալ վկայակոչվում է Վաշինգտոնի հռչակագիրը, որն իր հերթին վկայակոչում է Ալմատիի հռչակագիրը, մինչդեռ Ալմատիի հռչակագրի հիմքում որևէ տարածքային պարամետր չկա։ Նույնը վերաբերում է դելիմիտացիային, դեմարկացիային կամ նույն խնդիրը վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ակնհայտորեն պաշտոնական Երևանն ու Բաքուն տարբեր պատկերացումներ ունեն այսպես կոչված թրիփի շահագործման պայմանների շուրջ, բայց դա չի խանգարում, որպեսզի Փաշինյանը դարձյալ հարցերից խուսափի և հղում անի Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։